Հրապարակվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը, որով մայրաթորը կոչ է անում իրավասու մարմիններին կասեցնել վարչապետի անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը մեջբերեմ։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես արկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտերի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Հայոց եկեղեցին գիտակից իր հանձնառություններին անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական եւ ազգապահպան առաքելությունը, ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին եւ մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական ու քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով եւ զինվորագրյալ հոգեվորականներով ի գլուխ ունենալով ազգընտիր ամենայն հայոց հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցի ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական առ հայրենին եւ Սուրբ եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները եւ երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը։ Թող մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության եւ գայթակղության։ Աղոթում ենք արքրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը եւ աշխարհասփյուր մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության եւ առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը եւ պայծառ հայաստանյաց առաքելական մեր Սուրբ եկեղեցին եւ մայրաթոր Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։ Մեջբերման ավարտը։